Մարտի 1-ին անցկացվում է անգլերեն միասնական քննության լրացուցիչ փուլը հունվարի 31-ի քննության ժամանակ արձանագրված տեխնիկական խոտանների հետևանքով։ Այս անգամ Հայաստանի Հանրապետությունում քննությանը հայտակրվել է 6177 դիմորդ, Հանրապետությունում գործում է 49 քննական կենտրոն։ Հարգելի դիմորդներ, քննական թեստը ստանալուց հետո ուշադիր ստուգեք թեստը եւ պատասխանների ձևաթուղթը։ Անգլերենի միասնական քննությունների առաջին փուլի լրացուցիչ քննություն կազմակերպելու անհրաժեշտություն առաջացավ հունվարի 31-ին տեղի ունեցած տեխնիկական խոտանի պատճառով, երբ անգլերենի երկրորդ եւ չորրորդ տարբերակներում մի շարք քննական կենտրոններում արձանագրվել էին տպագրական սխալներ։ Ստեղծված իրավիճակի պատճառով ԳԹԿ-ն իդեմս կրթության նախարարության որոշում կայացնել լրացուցիչ անգլերենի միասնական քննություն, որի արդյունքները պարզ կդառնան պաշտոնապես քննության անցկացման 5-րդ օրը, սակայն դիմորդները ժամը 5-ից հետո ATC AM եւ dimord.am կայքում տեղադրվում է ճիշտ պատասխանները, պատճեն իրենք իրենց հետ վերցնում են, տանը ստուգում են, իրենք իրենց արդյունքները տեսնում են։ Լրացուցիչ քննությանը մասնակցող դիմորդներից մեկը, որը հունվարի 31-ին գրել էր երկրորդ տարբերակը, նշում է տեխնիկական խնդիրը լուրջ լարվածություններ առաջացրել։ Երկրորդ տարբերակ եմ եղել թեստով, նախորդ արդյունքներից բնականաբար եթե մասնակցում եմ, հակո չեմ։ Ուղղակի ինձ խանգարել է այդ խոճապը, որ որպես կազմակերպված մի բան, որը կոչվում է միասնական քննություն, ինքը այնքան մասնագիտացված չէր, որ խնդիրը լուծվեր ավելի պարզ ու հեշտ ձևաչափով, որ աշակերտը չխառնվեր իրար, այդ խոճապը մեր վրա ավելի շատ ազդեց, քան ինչ-որ մեկի։ Ինձ թվում է, եթե ավելի մասնագիտացված լուծում տրվեր այդ ամենին, այդ հարցին, ժամանակն նորմալ ժամանակի երկարացվեր, սրա կարիքը չէր լինի ու բոլորս էլ կստանայինք այն ինչ ուզում էինք։ Այսօր Գյումրիում քննությունը կազմակերպվել էր կրկին 4 քննական կենտրոններում։ Այս պահի դրությամբ Գյումրիում գործում է 4 քննական կենտրոն։ Մեր կենտրոնում գրանցված ունենք 120 դիմորդ, որից 2-ը բացակայ են այս պահին։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տվյալներով մարտի 1-ի քննությանը հայտակրվել էր 6177 դիմորդ։ Հունվարի 31-ին հայտակրված էր 7222 դիմորդ, մասնակցել էր 7146-ը։ Այս անգամ գործում էր 49 քննական կենտրոն, որից 17-ը Երևանում։ Նախորդ քննությանը գործել էր 54 քննական կենտրոն։ Ամբողջ հանրապետությունում 49 քննական կենտրոն է գործում, 5 քննական կենտրոն է պակասել, ունենք գրանցված գրեթե 6177 դիմորդ։ 1000 դիմորդով է մոտավորապես պակասել անցյալ քննությունից։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի որոշմամբ լրացուցիչ քննությանը մասնակցող դիմորդների համար կպահպանվի առավել բարձր միավորը։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյանն այսօր։